Բարկությունը 7 մահացու մեղքերի մեջ թվում է, թե ամենավոչ միանշանակն է։ Մի կողմից Պողոս առաքյալը հորդորում է թոթափեք բարկությունը, զայրույթը, չարությունը, բայց մյուս կողմից մեկ այլ նամակում ասում է բարկացեք, բայց մի մեղանչեք, ձեր բարկության վրա թող արևը մայր չմտնի։ Աստված նույնպես բարկացավ ու եղավ Բաբելոն, ջրհեղեղ, Սոդոմ Գոմոր, Քրիստոս բարկացավ ու դուրս վռնդեց առևտրականներին։ Ուրեմն ո՞րն է այն գիծը, որից այն կողմ արդար ցասումը վերածվում է մահացու մեղքի։ Այդ գիծը եւ դրդապատճառն է, եւ բարկության նպատակը։ Երբ ծնողը բարկանում է իր չարաճճի երեխայի վրա կամ ուսուցիչը բարկությամբ սաստում է իր աշակերտին, ապա մի կողմից սա արվում է միայն բարի նպատակով, եւ որ ամենակարևորն է, չի ծնում ատելություն, ագրեսիա, բռնություն կամ հայհոյանք։ Արդար բարկությունը չի նվազեցնում սերը, հակառակը շատ հաճախ հենց սիրո արդյունքում էլ դրսևորվում է, մինչդեռ մեղքը բերում է հոգեբանական ու ֆիզիկական բռնության, ատելության եւ բամբասանքի։ Բարկությունը երբեմն անխուսափելի է, բայց դա թող որևէ մեղք չծնի, հորդորում է Սուրբ Գիրքը։ Մինչև երեկո փորձենք խաղաղվել, չլցվենք հիշաչարությամբ ու չմոռանանք ներողություն խնդրելու կարևորության մասին։